Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես կարծում եմ, որ այս քննարկումները շատ օգտակար են եւ կարեւոր մեր բոլորիս համար։ Ես իհարկե այնքան չկամ, որ ես թույլ տամ քննադատել պարոն Հակոբ Մովսեսին, ես ուղղակի կկիսվեմ իմ մտքերով եւ եթե ինչ-որտեղ համենայն դեպս անցնեմ չափը, կներեք, ներող կլինեք։ Դուք այստեղ ասացիք, որ բանը դաշնակցականների սրճարանում եք շատ անգամ եղել, ես հիշում եմ մի շրջան կար, կետիկնոց էի հաճախում ահագին եւ դուք էլ էիք այնտեղ գալիս։ Եվ աշխատում էի այնպես անեմ, որ ձեզ մոտիկ սեղանի վրա նստեմ, մոտիկ սեղանի շուրջ նստեմ, որովհետեւ երբ որ դուք էիք խոսում, իմ սեղանի գործընկերներս էլ լռում էին, որպեսզի լսենք ձեր խոսքերը, որովհետև իսկապես շատ հաճելի է ձեզ լսել։ Ես նույնիսկ նվաստս իմ միակ գրքում այդ էպիզոդը շատ լավ նկարագրել եմ։ Այդ մեկ։ Երկրորդը, ես այդքան չկամ, նորից եմ ասում, որ պարոն Հակոբ Մովսեսին քննադատեմ, առավել ևս ես այդքան չկամ, որ իմ վրա վերցնեմ դաշնակցության պաշտպանությունը։ Բայց նա տեսպիսի բան կար։ Ասում է Սերժ Սարգսյանի ժամանակ է լավ, թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ասում է գրողի կոծոց է Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ես 35 տարեկան էի։ Հիմա նայում եմ, ասես դեժավյու եմ ապրում։ Ոսից նույն իրավիճակը մի քիչ ուրիշ դեմքերով, բայց նույն այսպես կոչված կրկոտությամբ 1992-93 թվականի խորհրդարանը, որտեղ լինում էր դեբատներ դաշնակցության եւ այդ ժամանակվա իշխող ուժի ՀՀՇԿ-ի միջև։ Ես խմբակցության անդամ էի դաշնակցության։ Հայ ժողովուրդը աշխարհի մի քանի ժողովուրդներից է, ով հազարամյակներ առաջ ունեցել է պետություն ու այսօր էլ ունի պետություն։ Եվ այդտեղ լուրջ ներդրում ունի դաշնակցությունը իր բոլոր թերություններով հանդերձ։ Ես լսել եմ պարոն Մովսեսի հայտնի հարցազրույցը եւ ասեմ, որ որոշ մտքերի հետ նույնիսկ համաձայն եմ։ Ավելին, որոշ մտքերի հետ կապված իմ դիրքորոշումն ա եղել ժամանակին, ես այդպես եմ գտնում, պատճառ, որ ինձ հեռացրել են դաշնակցությունից։ Լավ են արել հեռացրել են։ Գտել են սխալ դիրքորոշումը, հեռացրել են։ Բայց բոլորս հիշում եք 90-ական թվականները։ Բոլորս հիշում եք այդ ժամանակվա պայքարը։ Շատ մանրամասների մեջ չմտնեմ։ Եվ երբ որ կրկժանում էր գնում կռիվները, արդեն համարյա թե Ստեփանակերտը չկար։ Այդ ժամանակ դաշնակցության կազմակերպած պայքարի շնորհիվ փոխվեց պաշտպանության նախարարը, պաշտպանության նախարար դարձավ Վազգեն Մանուկյանը եւ իրավիճակը շատ արագ փոխվեց։ Թե հետո ինչ եղավ, արդեն սխալները հետո եղան եւ այսօր ունենք այն ինչ որ ունենք, դա ուրիշ հարց է։ Բայց նաեւ հիշում եմ այդ ժամանակվա ՀՀՇԿ-ականների ելույթները դաշնակցության հետ կապված։ Մոտավորապես էլի քննադատելով, բանանելով, դատապարտելով, որ չկաք, ձեր վերջի օրերն են, վերջի ժամերն են, ՀՀՇԿ-ն արդեն չկա։ ՀԱԿ-ն էլ չինելու վաղը չեմ իսօրը, կներեք, քաղաքացիական պայմանագիրն էլ չինելու վաղը չեմ իսօրը, եւ մեր դեռ չծնված կուսակցությունն էլ չինելու վաղը չեմ իսօրը, մասկը։ Բայց դաշնակցությունը մնալու է։ Ուզեք թե չուզեք, ով էլ ուզի թե չուզի։ Եվ նույնիսկ վարչապետը շատ մտերմիկ զրույցների ժամանակ մի քանի անգամ արտահայտվել է, ասել է, որ երկրորդ բաժակից հետո բոլորը դաշնակցական են։ Հիմա ինչ տեղի ունեցավ նաև 90-ական թվականներին։ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթը հիշում եք, երբ որ եկավ, պիջակը հանեց, գեղեցիկ կեսվածքով, քսեց աթոռի թիկնակին, թևերը կշտեց վերնաշապիկի ու 94 թիվներ, այո։ 92-ի? Հա, 94-ի։ Թևերը կշտեց, նայեց էկրանին ու ասեց. Այդ որ դաշնակցականները դաշնակցական են, դաշնակցական խմբակցության անդամ են, գիտեք գաղափարներով են իրանց դաշնակցական խմբակցության անդամ։ Ամեն մեկը $300 փող է ստանում։ Սուտ։ Երբ եմ բոլոր աստվածները, որոնց ոչ մեկին չեմ հավատում։ Սուտ։
Ես խմբակցության անդամ եմ, ես չէի ստանում։ Հորաքույրս, որ շատ լավ է ճանաչում իմ ապրելակերպը եւ այլ, ինձ ասում էր Հովի ջան, երևի դու չես ստանում, բայց մյուսները ստանում են։ Որովհետեւ ո՞ց կարող պատահի հանրապետության նախագահը այս ժամանակ լեգիտիմությունն էր ուժեղ Լևոն Տեր-Պետրոսյանը, այդպեսի բան ասի, բայց ինքը գիտեր, որ մենք չենք ստանում, եւ ինքը դա դիտավորյալ էր ասում, որովհետեւ նպատակ էր հետապնդում։ Այսօր էլ այդպես, օրոմոց է։ Հիմա դուք քննադատել եք դաշնակցությանը, բայց դա խնդիրը ուրիշ է, էլի։ Սահմանադրականության հետ կապված խնդիր է բոլոր դեպքերում։ Օրինակ դուք որևէ քննադատական խոսք ասել եք վարչապետին, երբ որ ինքը այսպես կոչված ԲԴԽ-ի նախագահին ինքը ասեց, չէ՞, հորդորելա, որ հրաժարվի պաշտոնից։ Ոչ չեք ասել։ Բայց ասեք, ձեր խոսքը ծանր է եւ ազդեցիկ է։ Պարոն վարչապետը ասեց, որ հերցը բոլոր ընտանիքներից գողություն է արել։ Ասեց։ Բա ինքը վարչապետ է եւ չունի եւ գոյություն ունի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով։ Ինչ որ բան արել է դրա դեմ պայքարելու։ Թե թողելա որ ժողովրդի մոտ ատելությունը մեծանա հեծի նկատմամբ, որ ես քայլերն անի վաղը չմուսնի թե իշկանի էլ Աստված գիտի։ Այդ չեք արել։ Դա պիտի անեիք, որ ասենք մենք հասկանանք, որ դուք որպես մտավորական, որովհետեւ նորից եմ ասում, ձեր խոսքը ծանր է, այն էլ եք ասում։ Հիմա հետևաբար էս մի քիչ ուրիշ իրավիճակներ էլ դառնում։ Եվ այն ժամանակ, երբ որ դաշնակցությունը գործունեությունը կասեցվեց, ես նույնիսկ մի բանաստեղծություն գրեցի այդ ժամանակ, որովհետև շատ վրդովված էի, որովհետև երբ որ կասեցումը եղավ, լիքը, ասպես կոչված, քաղաքական գործիչներ, նաև մտավորականության ներկայացուցիչներ հարձակում կազմակերպեցին բանի վրա, դաշնակցության վրա, եւ հիշում եմ նույնիսկ Շիրվազադեին մեջ բերեցին, այն ժամանակ էլ մեջ բերեցին Շիրվազադեին, այսօր չեմ հիշում ով մեջ բերեց, կարծեմ Մարիա Կարապետյանն էր։ Հա, Արտի Դավոյանը, ներողություն։ Մեջ բերեցին Շիրվազադեին, որը եւ այլ, եւ այդ ինձ ստիպեց, որ ես բանաստեղծություն գրեցի մի հատ, այսպես կոչված պահի տակ, որ Արամայի Սահակյանը ասեց, որ Հովի ջան, այս քո 4 տարվա գործունեությունը հեչ, այդ բանաստեղծությունը մեջ։ Քանի որ թեմային վերաբերում է, հուսում եմ պարոն Ռոբինյանը չի ընդհատի, ես կարտասանում եմ այդ բանաստեղծությունը։ Հիմա նորից ժամանակը կանգնել է։ Ամեն ինչ կսկսվի նորից։ Եվ ապագան հաստատ գալու է, որ կրկին դատավոր լինի։ Մի խփեք ընկած առույցներին, չաղկալերին հաջողանալու համար։ Մի կտրեք հսկա կաղնիներ թփերին կռանալու համար։ Մի փակեք արևի ճամփան խավարում տիրելու համար։ Մի փոխեք գետերի հունը ճահճին գոհացնելու համար։ Մի քանդեք միջնաբերդեր տնակներ շինելու համար։ Մի քանդեք մարտաճարներ ճամփաներ փոխելու համար։ Մի երկեք պատվիրված երկեր լրությունը լցնելու համար։ Մի գրեք պատվիրված տողեր սպիտակը սևացնելու համար։ Նորից ժամանակը կանգնել է։ Ամեն ինչ կսկսվի նորից եւ ապագան հաստատ գալու է, որ կրկին դատավոր լինի։ Պարոն Հակոբ Մովսես, ես ներողություն եմ խնդրում շատ, բայց ես կողմ եմ քվեարկելու Հայաստան դաշինքի առաջարկությանը, որովհետև սահմանադրականությունը իմ համար ամեն ինչից վեր է եւ պատահական չի, որ մեր կուսակցությունը կոչվում է Հայաստանի միասնական ազգային սահմանադրական կուսակցություն։ Շնորհակալություն։